Պետական ինստիտուտների դեմ բռնությունն անընդունելի է։ Փոփոխությունները պետք է իրականացվեն ընտրական քվեարկության միջոցով եւ ոչ թե բռնությամբ, որը ուղղված է դրանց տապալմանը։ Կարդում ենք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ։ Փաստաթղթում նաեւ նշվում է, որ քաղաքականության եւ հասարակության մեջ առկա բևեռացումը խոչընդոտում է երկրի լիարժեք ներուժի բացահայտմանը եւ անհրաժեշտ է կողմերի միջև երկխոսություն սկսելը։ Պատվիրակության անդամները գտնում են, որ Վրաստանում առկա խնդիրների լուծումը միջազգային կառույցների գործը չէ։ Հայտարարությունում խոսվում է նաև առաջիկա ընտրությունների մասին, որոնք պետք է համապատասխանեն ԵԱՀԿ-ի առաջ ստանձնած պարտավորություններին, սակայն կազմակերպությունում ասում են, որ այս նպատակներին հասնելու ճանապարհին քաղաքական ասպարեզում առկա սուր բևեռացումը կրկին խոչընդոտող գործոն կլինի։ Պատվիրակությունը նաև ափսոսանք է հայտնել իշխող կուսակցության անդամների կողմից որոշ ընդդիմադիր կուսակցությունների արգելման ուղղված փորձերի կապակցությամբ։ Նրանց խոսքով դա էլ ավելի կսրի պառակտումը։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի անդամները իշխանություններին խնդրել են հանդիպում կազմակերպել այն անձանց հետ, որոնց ընդդիմադիր ուժերը քաղաքական բանտարկյալներ են անվանում, եւ ափսոսանք են հայտնել, որ այս դեպքում դա չի հաջողվել իրականացնել։ Ամփոփիչ հայտարարությունում նշվում է, որ այցի նպատակը կողմերի միջև երկխոսության խրախուսումն էր։ Նրանք նաեւ ողջունում են Վրաստանի եվրոպական ինտեգրման ձգտումների վերաբերյալ լայն համաձայնությանը։ Ըստ փաստաթղթի, մի քանի օր տևած այցի արդյունքները կարող են քննարկվել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստում եւ Հաագայում կայանալիք տարեկան նստաշրջանում։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամփոփիչ հայտարարությունը առավոտից քաղաքական գործիչների քննարկման թեմա է։ Պատվիրակությունը Վրաստան այցն ավարտել է 3։ Այցի ավարտին պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են Գեկա Գելաձեի, Մակա Բոճորիշվիլիի, Լևան Իոսելյանիի եւ Միխեիլ Ղավելաշվիլիի հետ։ Իսկ այցի վերջում վեհաժողովի նախագահը այցելել է նաեւ Իրակլի Կոբախիձեին։ Մինչ այդ հանդիպումներ են անցկացվել նաեւ ընդդիմության եւ երրորդ հատվածի հետ։ Իշխող կուսակցությունում ասում են, որ արևմտյան դիվանագետների հետ զրույցը շոշափել է երկրում ստեղծված իրավիճակը, իսկ ընդդիմությունը պատվիրակության կողմից բավականին քննադատական եզրակացություն եւ գնահատական է ակնկալում։ Իր հերթին իշխող թիմը հաստատում է երկխոսության իր պատրաստակամությունը, պնդելով, որ խորհրդարանական վեհաժողովը որևէ հարց չունի կառավարության լեգիտիմության վերաբերյալ։ Բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվում Վրաստանում, երբ Ռուսաստանը հաղթում է։ Մեր մայրցամաքում պետք է բացենք ժողովրդավարության անվտանգության ցանցը, հայտարարում է Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։ Նա ուշադրություն է դարձնում Վրաստանում ընդունված դրամաշնորհների մասին նոր օրենքին, որը նրա խոսքով հարձակվում է երկրի ժողովրդավարական եւ քաղաքացիական տարածքին եւ երկիրն էլ ավելի է հեռացնում եվրոպական ապագայից։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից սկսված համատեղ ռազմական գործողությունից հետո Իրանում մոտ 140 ամերիկացի զինվոր է վիրավորվել։ Տեղեկությունը տարածում է Associated Press-ը հղում անելով Պենտագոնին։ Շոն Փարնելի հայտարարությամբ վիրավորված ամերիկացի զինծառայողներից 108 զինվոր արդեն վերադարձել է ծառայությանը, իսկ 8 զինծառայող գտնվում է ծանր վիճակում։ Մենք պայքարում ենք դաժան թշնամու դեմ, որը ցանկանում է մեզ ոչնչացնել, հայտարարում է Իսրայելի վարչապետը։ Բենյամին Նեթանյահուի խոսքով Իրանի դեմ պայքարը մեծ ծախսերի հետ է կապված եւ դրա համար անհրաժեշտ է հատուկ բյուջե հատկացնել։ Ինչպես Նեթանյահուն է նշել, անցյալ տարի աճող առյուծի ժամանակ Իսրայելը ոչնչացրել է Իրանի միջուկային եւ բալիստիկ հնարավորությունները։ Սակայն նրա խոսքով Թեհրանը այդպես էլ դաշտ չքաղեց եւ կրկին փորձել է զարգացնել այդ ծրագրերը։ Էպիկական զայրույթ գործողության նպատակները մնում են անփոփոխ, ինչը ներառում է Իրանի բալիստիկ հրթիռների ոչնչացումը եւ երկրի հրթիռային արդյունաբերության հողին հավասարեցումը։ Այսպիսին է Սպիտակ տան մամուլի քարտուղարի հայտարարությունը։ Քերոլայն Լևիթի խոսքով գործողությունը կավարտվի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի նախագահը կորոշի, որ Իրանը լիակատար եւ անվերապահ հանձնվելու դիրքում է։ Բացի այդ, եւս մեկ անգամ ասվել է, որ Թրամփը չի բացառում Իրանում ամերիկացի զինվորների մուտքի տարբերակը։ Գերմանիայի կանցլերը դատապարտում է Իրանի գործողությունները եւ հայտարարում, որ գոյություն չունի ընդհանուր ծրագիր, որը կավարտի ընթացող պատերազմը։ Ֆրիդրիխ Մերցը հայտարարում է, որ Իրանն անխտիր հարձակվում է տարածաշրջանի երկրների վրա։ Նրա խոսքով Գերմանիան եւ Եվրոպան չեն ցանկանում անվերջանալի պատերազմ։ Միաժամանակ Մերցը նշել է, որ Ռուսաստանը փորձում է օգտվել Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձություններից, որպեսզի Ուկրաինայի դեմ պատերազմում առավելություն ձեռք բերի։
Ընտանիքի անդամի նկատմամբ առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու մեղադրանքով մեկ անձի են ձերբակալել Մարնեուլիում։ Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը փոխադարձ վիճաբանության հողի վրա սառը զենքի կիրառմամբ մարմնական վնասվածքներ է հասցրել 2000 թվականին ծնված աղջկան։ Վիրավորված կնոջը տեղավորել են հիվանդանոցում, որտեղ ստացել է համապատասխան բժշկական օգնություն։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 5 տարվա ժամկետով ազատազրկում։ Մայրաքաղաքի քաղաքային ապաստարանը միաժամանակ 240 շահառու ընդունելու հնարավորություն ունի։ Նշվածի վերաբերյալ զրուցել է Թբիլիսիի քաղաքապետը։ Հաստատությունը գործում է Լիլոյում։ Մայրաքաղաքի կառավարության նիստում ասվել է, որ անօթևան անձինք ապահովված են սնունդով, անձնական օգտագործման պարագաներով եւ հիգիենայի միջոցներով, 24-ժամյա ռեժիմով ստանում են առաջնային ամբուլատոր բժշկական ծառայություն եւ դեղորայք։ Այս սոցիալական ծրագրի համար բյուջեից տարեկան հատկացվում է ավելի քան 4 միլիոն լարի։ Բնապահպանները թեժ գծին ստացված հաղորդագրության հիման վրա Մցխեթամթյանեթիում հայտնաբերված վիրավոր Տարեղին եւ Ղազբեգիում գտնված Ուլարին տեղափոխել են Թբիլիսիի կենթանաբանական այգի։ Նրանց արդեն ցուցաբերել են համապատասխան օգնություն։ Ապաքինվելուց հետո բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները թռչուններին վերադարձրել են բնական միջավայր։ Տարեղին Կրձանիսի անտառ այգի, իսկ Ուլարին Ղազբեգիի քաղաքապետարան են բաց թողել։